Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բարի, խաղաղ, օրհնյալ, հաճելի օր եմ մաղթում բոլորիդ։ Առավոտ լուսոտ ձեզ եմ ցույց տալիս իմ գեղեցկուհի ծաղիկներին։ Տեսեք ինչ շքեղ են և անտարբեր չեն թողնում մեզանից յուրաքանչյուրիս։ Սիրելիներս, առավոտ վաղ կանուխ է, դեռ կոֆե չեմ խմել, վարդերս ասացի նկար եմ ցույց տամ, հետո գնամ կոֆե դնեմ, միասին խմենք։ Սիրելիներս, այստեղ էլ այս ծաղիկներն են լավ աճել, փարթամացել, գեղեցկացել և մեզ գեղեցկություն են պարգևում։ Սա էլ այս հրաշք ծաղկանոց է, ճիշտ է ծաղիկներ չկա, լրիվ կանաչ է, բայց շուտով ծաղիկներ էլ կլինի։ Ծաղկած ծառը արդեն ծաղիկները թափվել են։ Սա էլ որդիս պատրաստել է, նորից ծաղկանոց է լինելու, հողը պատրաստ է սիրելիներս, մնում է ծաղիկները սացիլենք։ Ցույց եմ տալիս այս գեղեցիկ գունեղ փոքրիկ մեխակների փունջը, լավանդաները և տուաները։ Ուզում եմ սաղմոս կարդալ ձեզ համար 91-ի երկրորդ խոսքը. Ես Տիրոջը կասեմ իմ ապավենը և իմ ամրոցը, իմ Աստվածը դու ես, ում վրա ես հույս եմ դրել, ամեն։ Սիրելիներս, կոֆեն արդեն պատրաստ է, լցնեմ, միասին վայելենք։ Դուք էլ ձեր կոֆեն վերցրեք, եկեք տիկին Մարինեի հետ վայելեք այս գեղեցիկ ծաղիկների մեջ նստած վայելենք մեր կոֆեն։ Սիրելի հետևորդներ ջան, բոլորիդ հրավիրում եմ, եկեք մեր պատշգամբում, բալկոնում նստենք այս գեղեցիկ ծաղիկների վայելքով, թռչունների դայլայլով վայելենք մեր առավոտվա կոֆեն, ասեմ, որ առավոտը ժամը 8-ն է, իմ լավ բարեկամներ, հարազատներ, այսենց ծաղիկ, ծաղկունք է շուրջ բոլորս, համեցեք, միասին խմենք մեր կոֆեն և նոր կանցնենք գործի։ Այսենց օրը գեղեցիկ, պայծառ, անուշ, արևոտ, շատ շոգ օր է բացվել։ Դեմքով ողջունում եմ բոլորիդ։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, թանկագիններս և իմ անուշիկներ, ինչպե՞ս եք։ Հուսով եմ լավ եք և ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք, առողջ լինեք, ուրախ լինեք և երջանիկ լինեք։ Աստծո խաղաղությունը անպակաս լինի ձեր օջախներից։ Սիրելիներս, ցույց տվեցի գեղեցիկ վարդերս, որ գեղեցիկ բացվել են, ասեմ, որ փաթաթվող վարդեր են։ Ցույց տվեցի նաև, հիշում եք, որ ձեզ հետ միասին Մանիկը տնկեց ծաղիկները։ Վարդերի կողքի ծաղիկները դեռ հլը ոնց որ ասած խելքի չեն գալիս, բայց հուսով եմ, որ նրանք էլ կսկսեն աճել, որովհետև սիրելիներս շատ շոգ է, դեռ լույսը նոր է բացվել, ժամը 8-ն է, արդեն շատ շոգ է, արևի տակ չես կարող կանգնել, 28 աստիճան, պատկերացնում եք ինչքան շոգ է։ Շուշուտ կջրենք և այդ գեղեցիկ կապույտ ծաղիկներն էլ կսկսեն աճել։ Ցույց տվեցի նաև որդուս պատրաստած փոքրիկ գեղեցիկ ծաղկանոցը, բայց դեռ ծաղիկներ չենք դրել, սիրելիներս, ծաղիկներ էլ արդեն այնտեղ կդնենք, հողը պատրաստ է։ Իսկ հիմա մեր կոֆեն եկեք միասին վայելենք։ Սիրելիներս, և ուզում եմ շնորհակալությունս հայտնել իմ ողջ
հոգու ջերմությամբ ձեզ ասել շնորհակալ եմ սիրելիներս, անուշիկներս, իմ լավ բարեկամներ յութուբյան ալիքում, սիրում եմ ձեզ, ձեր բարի ջերմ գրառումների համար, դուք իսկականից մեծատառով մարդ եք, հետևելու համար հարգում և սիրում եմ ձեզ, որ հետևում եք իմ էջը, որ գրառումներ եք գրում գեղեցիկ, ընտանիքիս վերաբերյալ թոռներիս, Մարինկայիս, սիրելիներս, անչափ անսահման շնորհակալ եմ։ Իմ հոգու ջերմությունը, սերը, բարությունը փոխանցում եմ ձեզ, միշտ լավ մնացեք, առողջ մնացեք։ Ձեզ տիկին Մարինեն շատ է սիրում։ Ովքեր էլ չեն բաժանորդագրվել, թող բաժանորդագրվեն, հետևեն տիկին Մարինեի յութուբյան էջին, դնեն լայք և տարածեն։ Այսքանն եմ ուզում սիրելիներս ձեզանից, որ ալիքս տարածեք, ավելի շատանանք, ավելի համախմբված դառնանք։ Աստված ձեզ հետ, ձեզ պահապան և միշտ Աստծո օրհնության տակ լինեք, սիրելիներս, ուր գնաք, կանանչ լինի։ Աստված օրհնի ձեր ճանապարհը, ձեր ընտանիքի անդամներին, բոլորին։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ ձեզ նման հարազատներ, բարեկամներ յութուբյան ալիքում, սիրելիներս։ Հիմա կոֆեն խմեմ, վերջացնեմ, սիրելի հետևորդներ ջան։ Այստեղ ծաղիկներ կան, պիտունյաները, պետք է գլուխները կտրեմ, որ ավելի փարթամանա, սիրելի հետևորդներ ջան, ավելի լավ աճի և ավելի, ոնց ասեմ, այն որ ասում են թոփ լինի, էլի, ավելի գեղեցիկ լինի։ Այն շաճյուրի կողքինները կտրել եմ Անիկա, այսօր էլ սա ես կկտրեմ։ Այս կախածները երևի բոյես չի հասնի, որդիս կգա կիչացնի, այդ ժամանակը կտրեմ, բայց կփորձեմ, ինչքան կհերիքի, այդքան էլ կկտրեմ, մինչև որդիս գա։ Սիրելիներս, այս վարագույրները ծածկել եմ, որպեսզի մեր մանուշակները արևից չփչանան, մանուշակները արև չեն սիրում, մանուշակները վերևից ջրելուց տերևները չեն սիրում, որ թացանա, մեզ մոտ Մարինկան, որ մեկ-մեկ ջրում է, արդեն սկսել է տերևները դեղնել։ Հիմա ես ծածկել եմ վարագույրով և երեք Մարինկաս այս ծաղիկները ջրեց, բայց չթողեցի, որ մանուշակները ջրի, որովհետև ջրի կաթիլը ընկնելով մանուշակի տերևների վրա, նրանք շատ խռովկան բույսեր են, սիրելի հետևորդներ ջան, պետք է զգույշ ջրենք և իրենց հետ զգույշ վարվենք։ Այսքանն էլ մանուշակներից մասին։ Հետևորդներ ջան, հիմա սիրով ցույց եմ տալի, թե ինչպես եմ կտրում պիտունյան, այս հենց ծաղկած տեղից, հենց մի անգամից, չեմ ափսոսում, այսպես ծաղիկները կտրում եմ։ Պետք չի ափսոսալ, ավելի ընտիր է փարթամանալու, ավելի լավ է ծաղկելու պիտունյան, այս հենց բոլորը հավասար, կոկոններն էլ տեսնում եք, կտրում եմ, որ ավելի լավ լինի։ Այս ծաղիկները չեմ կտրելու, երևի չորերը մի փոքր, այս են չորացած ծաղիկները կկտրեմ, սրանք էլ են աճում, սիրելիներս։ Հիմա սա տեղափոխեմ և մյուսը բերեմ։ Տնկել ենք 3 հատ։ Հիմա հետո կտեսնենք, թե ինչքան լավ աճել է, փարթամացել է և ավելի գեղեցիկ է ծաղկում։ Քաղցր հատկություն ունի, գիտեք, կպչում է ձեռքերս, հələ տեսեք։
Սրանց էլ չորացրածները, չորացած այսպես ծաղիկները կկտրեմ, տակի թփերը, որոնք կպնում են հողին։ Ահա, այստեղ չունենք, այս չորացրածն է։ Առաջի անգամ եմ սա կտրում և առաջի անգամ ենք տնկել, չգիտեմ, ես ինձանից, ոնց որ ասած, իմ ֆանտազիայով կտրում եմ, տեսնենք ոնց կլինի։ Հիմա մեկը կտրեցի, սա է երկրորդը, երրորդին ձեռ չեմ տալիս, գիտեք ինչու սիրելիներս, վախենում եմ, որ փչանա։ Հիմա կփորձեմ, եթե ստացվեց, որ փարթամացավ նորից այս ծաղիկն էլ, կկտրեմ, հեշտ է կտրելը, իսկ աճելը դժվար։ Իսկ այս վերևի կախածները, սիրելիները, ձեռքս չի հասնում, չեմ կարող, դա էլ որդիս կգա, կիչեցնի, նոր կկտրենք, սիրելիներս, իսկ հիմա գնանք խոհանոց։ Սիրելիներս, կլոր գաթայի համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝ ալյուր, 6 կամ 9% սովորական քացախ, 1 տուփ մարգարին, 3 ձու, աղ, փխրեցուցիչ, սոդա, վանիլին և մածուն։ Ինձ մոտ, սիրելիներս, տարբերվող մածուն է, կարիճնիվի գույնի է, այդպես էլ չհասկացա մածուն է թե յոգուրտ, բայց քաղցր չի, սիրելիներս, մածունի համուն էր, ուղղակի գույնը կարիճնիվի է։ Հիմա մաղած ալյուրը լցնում եմ մեծ տարայի մեջ, մի փոքր, անպայման պետք է մաղենք, որ թթվածնով հարստացնենք ալյուրը և խմորեղենը ստացվի թեթև փափուկ։ Վերցնում եմ քերիչը և խոշոր քերիչով պետք է անցկացնեմ մարգարինը ալյուրի օգնությամբ։ Եթե առանց ալյուր քերեմ, սիրելիներս, բոլորս էլ գիտենք, որ կկպնի քերիչին, իսկ ալյուրի օգնությամբ հեշտությամբ արդեն քերենք մարգարինը։ Սիրելիներս, Մարինկային ուղարկեցի խանութ, որ մածուն գնի բերի, պատրաստեմ։ Բերեց, բացեցի ամանը, տեսնեմ կարիճնիվի գույնի է։ Համ եմ անում, ոչ սմետանի համ է, ոչ յոգուրտի, ոչ ռյաժինկայի, անհամ, բայց գույնը կարիճնիվի։ Ես էլ որոշեցի պատրաստել, մի փոքր էլ տունը կեֆիր կար, խառնեցի իրար, հիմա կպատրաստեմ, վերջում կերևա թե ինչպես կստացվի մեր այսօրվա գաթայի խմորը։ Հիմա քերիչով անցկացնեմ մարգարինը սառը և կհանդիպենք։ Կադրից դուրս մարգարինը քերիչով անցկացրեցի, վերջացրեցի։ Հիմա ձեռքով փշուրի եմ վերածում մարգարինը սառը ալյուրի հետ։ Անպայման պետք է մարգարինը շատ սառը լինի։ Հիմա պետք է փշուրին ավելացնեմ ձու, բայց օգտագործելու եմ միայն ձվի դեղնուցը։ Սպիտակուցը կպահեմ, հետո բեզե կպատրաստեմ։ Ինչքան գաթա պատրաստում եմ, լինի շերտավոր թե կլոր, մածունով, միևնույն է, ես միայն օգտագործում եմ ձվի դեղնուցը։ Այսօր օգտագործելու եմ 3 հատ ձվի դեղնուց։ Ձվի դեղնուցով պատրաստված գաթաների խմորը ավելի փափուկ է լինում և ավելի փխուր է Խմորին ավելացնում եմ կերակրի աղ, իսկ մածունին կես թեյի գդալ սոդա։ Խառնում և ավելացնում խմորին։ Ավելացնում եմ 1 տուփ փխրեցուցիչ
և մեկ թեյի գդալից մի փոքր ավել վանիլին։ Ավելացնում եմ 1 ճաշի գդալ սովորական քացախ, ինձ մոտ խնձորի քացախ է 6%-անոց։ Սիրելիներս, բաղադրիչների ցանկը դուք կտեսնեք տեսանյութի տակ, բայց խնդրում եմ հաշվի առեք, որ բաղադրիչների որակից է կախված և քանակից, թե ինչքան ալյուր պետք է ավելացնենք։ Օրինակ, ինչքան մածուն ենք օգտագործում, ինչքան մարգարին և քանի հատ ձվի դեղնուց։ Այդ քանակից էլ կախված է ինչքան ալյուր կօգտագործենք։ Հիմա ես հունցելով աստիճանաբար կավելացնեմ ալյուրը։ Պետք է պատրաստենք, սիրելիներս, փափուկ, էլաստիկ, կոկ, ձեռքերին չկպչող խմոր։ Աստիճանաբար եմ ալյուրը ավելացնում, որ իմանամ, թե ինչքան եմ օգտագործում, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա խմորը կհունցեմ, նոր կհանդիպենք։ Ամանի մեջ խմորը հունցելուց հետո տեսեք ինչ լավ փափուկ խմոր է ստացվել։ Սեղանի վրա ավելացնում եմ բուսայուղ, հազիվ կատկտում է, գիտեք կաթիլներով է գալիս, այսպես որ լցնում եմ շատ չի գալիս, սիրելիներս։ Հիմա մի փոքր էլ ավելացնեմ, որ խմորը տեղափոխեմ սեղանի վրա։ Մի փոքր էլ սեղանի վրա կհունցեմ խմորը ու կսկսեմ հարվածել մի քանի անգամ։ Հարվածելու ընթացքում շատ թեթև է ստացվում խմորը և ավելի փափուկ, փխուր։ Հիմա մի փոքր էլ սեղանի վրա լցնեմ բուսայուղ և մի լավ հունցեմ և հարվածեմ խմորը սեղանին։ Ինչքան հարվածում ենք, այնքան թեթև ու փափուկ է ստացվում մեր խմորը։ Ամանն էլ բուսայուղով պատեմ, նոր խմորը դնեմ ամանի մեջ։ Խմորը դրեցի ամանի մեջ, մի փոքր երեսն եմ լցնում բուսայուղ, խաչ եմ անում, խաչ ենք անում, ինչպես խմորների ժամանակ մեր ծնողներն են արել խաչ։ Մարգարինի թուղթն եմ դնում, պակետ եմ դնում և խոհանոցային անձեռնոցիկով ծածկում եմ 15 րոպե թող մնա։ Մինչ խմորը կհասունանա, ես կպատրաստեմ խորիզը։ Ամանի մեջ լցնում եմ շաքարավազ, շաքարավազի վրա ավելացնում եմ հալած կարագ։ Մի փոքր էլ կավելացնեմ բուսայուղ, մոտավորապես 70-ից 80 գրամ։ Խորիզի չափաբաժիններն էլ կգրեմ, սիրելիներս, տեսանյութի տակ։ Յուղն ու շաքարավազը մի լավ կխառնեմ։ Հետո նոր կավելացնեմ քիչ-քիչ ալյուրը։ Ձեռքով լավ տրորում եմ, որպեսզի շաքարավազը տաք հալած յուղի մեջ հալվի։ Սիրելիներս, ավելացնում եմ մի քիչ էլ շաքարավազ, շաքարավազը քիչ էր, քաղցր են սիրում, դրա համար խորիզը քաղցր եմ պատրաստելու։
Սիրելիներս, արդեն յուղն ու պեսոկը լավ տրորեցի իրար հետ։ Ավելացնում եմ ալյուր։ Ալյուրը քիչ-քիչ պետք է ավելացնենք աստիճանաբար։ Տրորենք, տեսնենք, եթե հարկավոր է, ավելացնենք, որպեսզի ոչ շատ չոր լինի խորիզը, ոչ էլ շատ թաց։ Ավելացրում եմ մի թեյ լավ գթալ վանիլին, նորից սկսում եմ տրորել։ Մի փոքր էլ է հարկավոր ալյուր։ Լավ տրորելուց հետո բռունցք ենք անում։ Պետք է բռունցքի մեջ այսենց հավաքվի, ձեռքով անես փշրվի։ Պատրաստ է մեր խորիզը, սիրելիներս։ Սեղանի վրա ալյուր եմ ցանել և խմորը տեղափոխում եմ սեղանի վրա։ Տեսեք ինչ ընտիր խմոր ստացվավ։ Փափուկ, էլաստիկ, ձեռքերին չկպչող։ Հիմա մի փոքր էլ ալյուր ցանեմ և խմորը բաժանեմ մասերի ու գնդեմ։ Կգնդեմ, մի 5 րոպե էլ կթողնեմ գնդերը հանգստանան և նոր խորիզը կլցոնեմ գնդերի մեջ։ Սիրելիներս, ինձ մոտ ստացվեց 4 գունդ։ Կադրից դուրս գնդերի մեջ արդեն լցրել եմ խորիզը։ Հիմա ափսեի մեջ կոտրել եմ 2 ձվի դեղնուց, մի փոքր էլ բուսայուղ եմ ավելացնում և լավ հարում եմ, որպեսզի բուսայուղն ու ձվի դեղնուցը լավ հարվեն և դառնան միասեռ զանգված։ Պատառաքաղը հանեմ և հիմա ձեռքերիս մի փոքր բուսայուղ եմ քսում, որ գունդս ձեռքով բացեմ։ Կլորությամբ բացում եմ գունդը։ Ամբողջ խմորը պողոտյակներով հարուստ է, սիրելիներս։ Հիմա պատառաքաղը բերեմ, որպեսզի նախշեմ մեր գաթաները։ Արդեն նախապես ջեռոցը միացրել եմ 200 աստիճանի տակ, որպեսզի տաքանա։ Կթխեմ 200 աստիճանի տակ վերև-ներքև ռեժիմով, հենց սկսի գաթան կարմրել, նոր կիջեցնեմ 170-ի տակ ջերմաստիճանը ու կթխեմ, սիրելիներս։ Հիմա ձվի դեղնուցն էլ կսեմ ծակծկեմ, տանեմ դնեմ ջեռոցը գաթան։ Սիրելի հետևորդներ ջան, թխեցի, վերջացրեցի 4 գաթանել, ստացվեց կարմիր վռվռուն, փափուկ, գեղեցիկ գաթաներ, մի քիչ սառի կկտրենք, համն էլ կտեսնենք։ Սիրելի հետևորդներ ջան, պատրաստեցի, վերջացրեցի այսպես փամփլիկ, փափուկ, կարմիր, վռվռուն, կլոր գաթա։ Հիմա միասին կհամտեսենք։ Տեսեք, իրոք շատ փափուկ է։ Ուղղակի չհասկացամ, թե մածուն էր, թե յոգուրտ էր, թե ռյաժանկա էր, բայց ռյաժանկա չէր, ինձ թվում էր։ Հիմա փորձեմ համը։ Շատ համեղ է։
Իրոք շատ համեղ է, ոնց որ մածունով գաթա լինի։ Հալվում է բերանիդ մեջ։ Սիրելի հետևորդներ ջան, պատրաստեք մածունով կլոր գաթան եւ անուշ արեք։ Սիրելիներս, անկեղծորեն չէի պատկերացնում, որ այդպես համեղ, փափուկ, հələ տեսեք, եփված, ընտիր գաթա պատրաստեցի։ Մեզ համար ցույց տվեցի ձեզ համար։ Սիրելիներս, այսքանով ավարտում եմ այսօրվա համեղ հոլովակը, մաղթելով ձեզ եղեք առողջ եւ օրհնված։ Ձեզ հետ էր ձեզ շատ սիրելի տիկին Մարինեն։ Ստեսություն բոլորիդ, մինչ նոր հոլովակ։ Սիրում եմ բոլորիդ, իմ բարի ջերմ հետևորդներ ջան։ Ստեսություն, լավ մնացեք, բարին ձեզ հետ։